Հայաստանում նախընտրական քարոզարշավով պայմանավորված ներքաղաքական լարվածությունը նոր վտանգավոր փուլ է մտնում։ Համացանցում տարածվել է տեսանյութ, որում դիմակավորված եւ զինված անձինք սպառնալիքներ են հնչեցնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին, հայտարարելով, թե գիտեն նա որ փողոցներով է քայլում եւ պատասխան է տալու։ Արցախը Ադրբեջանը, ու մենք սովորական ուրենք բացում մեր գերեզմանները, մեր եկեղեցիները, մեր հողն ու ջուրը։ Դրան հետ է Նիկոլ դու պատասխան ես տալու։ Տեսանյութի առնչությամբ արդեն քրեական վարույթ է հարուցվել, քննչական կոմիտեն հայտնում է, ստացված հաղորդման համաձայն ինքնությունները դեռևս չպարզված անձինք առանց օրենքով նախատեսված թույլտվության որսացել են համակարգչային ցանցում պահվող եւ ընդհանուր օգտագործման համար չնախատեսված տվյալներ, ապա համակարգչային կապի միջոցներով տարածել վարչապետի նկատմամբ սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող տեսանյութ։ Ըստ քննչական կոմիտեի նախաձեռնվել է քրեական վարույթ մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարել և հրազենի ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ։ Կատարվում է նախաքննություն, հանցագործություն կատարած անձանց ինքնությունները բացահայտելու ուղղությամբ։ Տեսանյութին արձագանքել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասելով. 4 հոգի Ղարաբաղի ակցենտով խոսում են սենց մասկեքով, թե մեր հայրենիքը որ մեր ձեռից առել է, այդ մասկեքով ստահակներին ես ասում եմ, հանեք ձեր մասկեքը, այ համբալներ, դուք մեր երեխեքին դիրքերում մենակ թողել եք փախել, տականքներ, ստահակներ, ես ձեր մասկեքը հանելու եմ ու ձեր մասկեքը մտցնելու եմ ձեր համապատասխան տեղերը, համբալի լակոտներ, Ռոբերտ քեզ եմ ասում, Սերժ քեզ եմ ասում, Կալուգացի քեզ եմ ասում, Գագո քեզ եմ ասում։ Պատկերացնում եք դրանց լεπτիության աստիճանը։ Տեսանյութի տարածումից եւ դրան վարչապետի արձագանքից հետո Երևանի Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանին սկսեցին պարբերաբար մոտենալ արցախցիներ ու նրան մեղադրել իրենց խոսքով Ղարաբաղը հանձնելու համար։ Արցախցի մի կին էլ նշել է, թե իր հայրենիքի այս ձևի անպատիվ կորուստը չի կարող հանդուրժել եւ ներել։ Խոսակցությունը վերածվել է բանավեճի, կինը հայտարարել է. Եթե դուք ռոբնեք, մենք քեզ ձեր կզացնելու ենք։ Եթե դուք ռոբնեք, ռոբիներ ենք կզացնելու, Կալուգացիներ ենք կզացնելու, Գագոյներ ենք կզացնելու, Սերժիներ ենք կզացնելու։ Եթե դուք ռոբնեք։ Կնոջ հեռացումից հետո Փաշինյանը կրկին դիմեց սպառնալիքներ հնչեցրած դիմակավորված անձանց, հայտարարելով. «Այդ մասկեքով ստահակներին ես ասում եմ, հանեք ձեր մասկեքը, դուք մեր երեխեքին դիրքերում մենակ եք թողել փախել»։ Այնուհետև լրագրողների հետ զրույցում վարչապետը շարունակեց վերահաստատել իր խոսքերն առավել կոշտ տարբերակով։ Այո, ֆիզիկական սպառնալիք է, որտեղ պոլերով ենք տալու դրան, սատկացնելու ենք։ Ոչինչ, դրանից հետո իրավապահները գնահատական, ես ասում եմ, հետո որ մասկեքով ավտոմատ ուսներին դրած խոսում են, ես դրանց հատ գտնելու եմ ու սատկացնելու եմ, բառից իրավական հերթին ասում եմ, մեր իրավապահ մարմինները ասֆալտ ուտացնելով իրանց տանելու են գցեն քրեակատարողական վրա։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն առաջինն արձագանքեց ստեղծված իրավիճակին, հայտարարելով Ղարաբաղյան կլանը փորձում է Հայաստանի Հանրապետությունը ստրուկ դարձնելով գալ իշխանության։ Նա նշելով, որ 44-օրյա պատերազմի օրերին Արցախում կռվել են նաև իր եղբայրները, ամուսինը եւ հազարավոր հայրենակիցներ, հավելել է. Դուք մենակ Հայաստանի ու Ղարաբաղի հաշվին հող աշխատեք, ուրիշ երկրների առաջը Հայաստան ու Ղարաբաղը մատաղան եք, էտա ձեր ուզածը չի լինելու։ Հայաստանի ժողովուրդը միահամուռ է, ղարաբաղցիները շատ ուժեղ ձևով մեր մեջ կանգնած են եւ իրենք էլ են խաղաղություն։ Հերիք է ուրիշի երեխեքի հաշվին ձեզ համար կապիտալ կուտակելու քաղաքականությունը անեք։ Եվ այդ կանանցել մի ուղարկեք, ճիշտ չի։ Բնավ չեմ զարմանա, եթե պարզվի, որ սրանք այն փախածներն են, որ առաջինն էին 2020-ի սեպտեմբերի 27-ին ու 23-ի սեպտեմբերի 23-ին թռնում, փախնում Ղարաբաղից ջիպերով։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւս անդրադարձել է այս թեմային հայտարարելով. իշխանության նկատմամբ ատելության դրսևորումներն ուղղորդված են։ Ակնհայտ է, որ 3 ընդդիմադիր հիմնական ուժ համարվող կուսակցությունները իրանք խնդիր ունեն շեմը նվազագույն հատելու, ակնհայտ է դա։ Նա առանձին անդրադարձել է նաև քաղաքական ուժերին, Գագիկ Ծառուկյանը կուսակցությունով է մասնակցում, որ իր հին ռեսուրսի հաշվին 4%-ի շեմը փորձի հատել։ Հայաստան դաշինքն ակնհայտ է, որ չի հատելու, 100,000 ձայն անհնար է չի հավաքելու։
Սիմոնյանը նաև մեկնաբանել է վարչապետի վարքագիծը, զարմանք հայտնել, թե ինչպես են նրա նյարդերը տեղի տալիս։ Դրանք երևի բետոնից են, երկաթից են, որ ինքը դիմանում է այն ամեն ինչին, ինչի միջով մենք անցնում ենք, ասել է Սիմոնյանը։ Միանում եմ վարչապետի ասածներին եւ ես Ռոբերտ Քոչարյանին եւ մնացածին նույնպես կզացնելու եմ, քաղաքական, իրավական եւ բոլոր առումներով կզցնելու եմ։ Նա նաև կոշտ արձագանքել է գործարար Սամվել Կարապետյանի հայտարարություններին, նշելով Կալուգացին ստում է, երբ խոսում է 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին։ Ինքը ստախոս է, ես իրան մեղադրում եմ ստախոսության մեջ, եթե ինքը այդքան պլոճիկ ունի, եթե ինքը այդքան իր մեջ վստահ, ես իրան առաջարկում եմ ինձ դատի տալ։ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նաև մի շարք այլ պատգամավորներ նույնպես արձագանքել են տեղի ունեցածին ու տվել կոշտ գնահատականներ։ Հայաստանից ուղարկված փողերը լափող Ղարաբաղցի գեներալների, ոչ միայն Հայաստանից ուղարկված փողերը, տեղի արդար նորմալ աշխատավոր ժողովրդի փողերը լափող եւ լափած գեներալների ու տեղի այդ էլիտայի, այդ ամբողջ կլանին կուլակաթափ են կանելու։ Իրանք Երևանում պետք է ապրեն, բայց որպես բոմժ։ Այս ստահակների համար մարդիկ արժեք չունեն, ընդհանրապես արժեք չունեն։ Նրանց միակ նպատակն է օգտագործել մարդկանց իրենց տերերի նպատակներն իրականացնելու համար։ Ես վստահ եմ, որ սրանք հենց այդ լակոտներն են, որ խալու մեջ փաթաթված, այտենց չգիտեմ, կամ կնգաշորեր հակած, յուբկա հակած, քսված բան տենց վեր են կացել եկել են Հայաստան, Հայաստանի Հանրապետության տղերքին ու Ղարաբաղի նորմալ տղերքին այնտեղ թողելով մենակ կռվի դաշտում։ Սրանք այ հենց այդ լակոտներն են։ Բայց ոչինչ, սրանց տերերին, Ռոբիկին, այդ համբալին, Սերժիկին, Սամոյին, Գագոյին, Ծառուկյան, այս մասկեքը թարց հագցնելու են գլխներին։ Իսկ Հայկ Կոնջորյանը հայտարարել է դիմակավորված Ղարաբաղի акցենտով խոսող ահաբեկիչները նոր Նաիրի Հունանյաններ են։ Ովքեր ուզում են Հայաստանը նորից հետ քաշել ահաբեկչության արյան բաղնիքի մեջ։ Այս մարդիկ Ռոբի, Կալուգացի օլիգարխի ներկայացուցիչներն են։ Եվ են մարդիկ, ովքեր որ ձայն կտան Ռոբերտ Քոչարյանին, Կալուգացի օլիգարխին, Գագիկ Ծառուկյանին կամ Սերժի թափթփուկներին, կամա թե ակամա կքվեարկեն ահաբեկչության եւ նոր Նաիրի Հունանյանների օգտին։ Խնդրում եմ հունիսի 7-ին գնացեք ընտրական տեղամասեր եւ տեր կանգնեք խաղաղությանը։ Տեր կանգնեք այնպիսի երկրին, որտեղ որ ավտոմատավորված ահաբեկիչները չեն որոշում ձեր եւ ձեր երեխաների կյանքը։ Իդեպ Արցախցի կնոջ ու վարչապետի բանավեճից հետո որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ ակտիվացված այդ կինը Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանի կնոջ փաստաբան Տաթևիկ Սողոյանի մայրն է, որի դուստրը նաև Վազգեն Գալստանյանի եւ ահաբեկչության կազմակերպման համար մեղադրվող անձանց պաշտպանն է։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։